Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը, բարև ձեզ, պարոն Սաֆրասյան։ Պարոն Սաֆրասյան, Անտալիայում տեղի ունեցավ շարունակվում է ավելի ճիշտ դիվանագիտական հերթական համաժողովը, որին մասնակցեց նաև հայաստանյան պատվիրակությունը պատգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մինչև բուն հարցերին անցնելը այսպեսի մի երևի քաղաքական չասեմ փիլիսոփայական հարց, որպես կանոն, երբ նման միջոցառումներին հայկական կողմը մասնակցում է ինչ որ ձևաչափով, անմիջապես Հայաստանում այսպես ալիք է սկսվում որոշակի շրջանակների կողմից, այնտեղ գնալ չէր կարելի, այնտեղ որ մենք գնում ենք, մենք սկսում ենք սպասարկել Թուրքիայի շահերը, Ադրբեջանի շահերը եւ այլն, ի վերջո պետք է նման միջոցառումներին մասնակցել, թե ոչ։ Գիտեք, այդ հարցին պատասխանելու համար պետք է մենք երկընտրանքին նաեւ անդրադառնանք։ Ասենք Հայաստանը չգնար, չմասնակցեր, ինչ էր դա տալու մեզ։ Ոչ մի բան չէր տալու, բայց եթե Հայաստանի ներկայացուցիչը գնում է, պատվիրակությունը գնում է, բացի Թուրքիայի, Ադրբեջանի գործոնից, այնտեղ ուրիշ հանդիպումներ են լինում, այսպես զարկերակի վրա են ձեռքը դնում ժամանակակից աշխարհում այս շատ այսպես արագ փոփոխվող, որ հարցերն են կարևոր, պետք է գնալ, իհարկե պետք է գնալ, դիվանագիտությունը այնպես բան է, որ ինչքան շատ ես մասնակցում, այնքան շատ փորձ ես ձեռք բերում, այնքան քո մտահորիզոնն է լայնանում, եւ եթե ճիշտ ես մասնակցում, կարող ես նաեւ որոշակի օգուտ ստանալ, չնայած իմ ընդհանուր գնահատականը կապված է այս ֆորումի հետ Անտալիայի, այն է, որ այստեղ, գիտեք, սկզբունքային որոշումներ չեն ընդունվում, բարդ խնդիրներ չեն քննարկվում, ինչու, որովհետև առաջինը սա ֆորում է, շուրջ 2 տասնյակ երկրների նախագահներ, ղեկավարներ, մեծ թվով արտգործնախարարներ են գալիս, եւ սա Թուրքիան իհարկե կազմակերպում է իր հեղինակությունը աշխարհում ի ցույց դնելու համար եւ փորձելու ավելի բարձր տեղ գրավել համաշխարհային, այսպես ռեյտինգում ուժի կենտրոնների, մյուս կողմից էլ որ գալիս են մասնակցելու, նրանք էլ գալիս են այստեղ հենց այն նպատակներով, որ ես նշեցի, տեսնել ինչ է կատարվում, գուցե ինչ որ հանդիպումներ ունենալ, բայց նման ֆորումներում սովորաբար սկզբունքային կարևոր խնդիրներ չեն քննարկվում եւ կարևոր որոշումներ չեն ընդունվում։ Այսուհանդերձ նման համաժողովները այսպես շատ կարևոր են իրենց, չասեմ վերնագրերով, բայց ենթաուղղություններով, հա, եւ այս համաժողովի կարևորագույն ենթաուղղություններից մեկը ամենայն դեպս Անկարայի համար եմ ասում, ընդգծված էր Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այս եռանկյունին ընդ որում պանելային քննարկման ձևով այնտեղ բոլորս երևի հետևել ենք Արարատ Միրզոյանի եւ Բայրամովի ըստ էության բանավեճին, որտեղ դա վերածվեց բանավեճի, հայկական կողմը ասում էր մի բան, ադրբեջանական կողմը շարունակում էր պնդել իր տեսակետը, ինչի համար էր Անկարան շեշտը դրել հենց Հարավային Կովկասի վրա, որովհետև թվում է թե ասենք ոչ պակաս կարևոր կամ շատ ավելի բարդ հիմա ուղղություններ կան, մասնավորապես Մերձավոր Արևելքը, որը կարող է ըստ էության ցանկացած պահի պայթել, ընդ որում բավական անսպասելի պայթյուններ կարող են ունենալ, այդ թվում նաև Իսրայել-Թուրքիա հակամարտության տեսքով։ Ինչի համար էր Հարավային Կովկասը հայտնվել այդ ուշադրության կիզակետում։ Գիտեք, հենց առաջինը պետք է ասեմ այն, որ կրկնեմ իմ միտքը, որ նման համաժողովներում, դա համաժողով չի, ֆորում է ավելի շուտ, լուրջ հարցեր չեն քննարկում, իսկ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները հիմա մտնում են բավական լուրջ փուլ եւ ինչ զարգացումներ կլինեն, դժվար է կանխատեսել։ Լուրջ է հարցը, գնալով ավելի է լրջան։ Այն աստիճան լուրջ կներեք, էլի չեմ ընդհատում, ուզում լրացնելու համար 3 օր առաջ Բաքվում պետք է ուներ տեղի ունենար եռակողմ հանդիպում, իսրայելական պատվիրակության համար Անկարան փակեց Թուրքիայի օդային տարածքը։ Հանդիպումը տեղի ունեցավ եւ արդյունք չտվեց։ Այո, լուրջ է խնդիրը, որտեվ գիտեք, երկու հանգամանք այդ հիմա մենք սկսեցինք զրուցել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների մասին։ Առաջինը կոնկրետ Սիրիան է,
Սիրիան, ինչպես մենք գիտենք, բոլորս լավ հասկանում ենք, այն ինչ որ տեղի ունեցավ Սիրիայում այս վերջի ամիսների ընթացքում, դա թուրքական, այսպես զգալի առումով, զգալի չափով թուրքական նախաձեռնություն էր, իհարկե ստացել էին ամերիկացիների կարտ բլանշը եւ իրենց հսկողության տակ գտնվող ուժերին բերեցին իշխանության եւ հիմա Թուրքիայի համար մեծ հնարավորություններ են բացվել Սիրիայում իր ազդեցությունը ել ավելի ուժեղացնելու ռազմական բազա են ստեղծում արդեն եւ այլն իհարկե այդ հնարավորությունները կան բայց ես կասկածում եմ որ կկարողանա Թուրքիան լրիվ այդ հնարավորությունը իրականացնել որովհետեւ Սիրիան բարդ երկիր է բազմաէթնիկ, բազմադավան եւ այլն։ Այդ մի հարց։ Ուրեմն Սիրիան է։ Իսկ Իսրայելը չի ուզում, որ Թուրքիայի դիրքերը այնտեղ ուժեղանան, որ Թուրքիան իր ռազմաբազա կառուցի, որ արդեն սկսել է, արդեն կան նկարները, ֆոտոները, որովհետև ինքը մտավախություն ունի, որ Թուրքիան եթե ռազմական առումով էլ իր ներկայությունը ուժեղացնի Սիրիայում, դա կնշանակի, որ անմիջական վտանգ է ստեղծվում երկու երկրների միջև ռազմական բախումների համար հաշվի առնելով այն սուր հռետորաբանությունը հակաիսրայելական որ օգտագործում է Թուրքիայի ղեկավարությունը սա մեկ երկրորդ հանգամանքը որ անհանգստացնում է Իսրայելին դա Թուրքիայի դիրքերի ուժեղացումն է ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում որովհետև այն ինչ որ հիմա տեղի ունենում Սիրիայում ինչպես ասեցի Թուրքիայի համար հնարավորություն է Սիրիայի նման կարևոր ռազմավարական առումով կարևոր երկրի վրա իր հսկողությունը ուժեղացնելու առումով իսկ դա նշանակում է Թուրքիայի դիրքերն են Մերձավոր Արևելքում ուժեղանում եւ Թուրքիան դառնում է Մերձավոր Արևելքի կարևոր կենտրոններից մեկ ուժի կենտրոններից մեկը եւ իհարկե Իսրայելին անհանգստացնում է այն հանգամանքը որ սա ինչ որ հիմա արվում է Թուրքիայի կողմից արվում է ինչպես ասեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես համաձայնությամբ գուցե եւ նաեւ որոշակի առումով դրդմամբ ինչու այսինքն Թել Ավիվի վախը այն է որ Միացյալ Նահանգները իր տակից նկատում Իսրայելի տակից աթոռը կարող է քաշել հա Չէ, դա իհարկե չի տեղի ունենա, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայել հարաբերությունները ժամանակակից պատմության մեջ իրենց նախադեպը չունեն։ Այնպիսի հարաբերություններ են եւ այնպիսի գարանտ է անվտանգության Ամերիկայի Միացյալ Նահանգների Իսրայելի, որ ոչ մի երկիր ներկա աշխարհում չունի։ Նման բան եւ չի էլ փոխվի դա։ Ոչ ուղղակի որ Թուրքիայի դիրքերը կուժեղանան եւ Թուրքիա Իսրայելի համար ավելի դժվար կլինի հասկանում եք եթե նա Մերձավոր Արևելքում գործ ունի Իրանի հետ որ Ամերիկայի հետ վատ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ որոնք մի մասը Ամերիկայի հետ լավ հարաբերություն ունեն մի մասը վատ հիմա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան է մտնում այսպես լուրջ խաղի մեջ Մերձավոր Արևելքում դրա համար իր համար ավելի նպատակահարմար է որ հնարավորինս սահմանափակվի Թուրքիայի դերը Սիրիայում մանավանդ ռազմական առումով Վերադառնանք Հարավային Կովկաս, վերադառնանք Անտալիայի ֆորում, այնտեղ պայմանական, եթե մեզ համար գոնե երկու կարևորագույն ուղղություններ առանձնացնելու լինենք, դա մեկը, ինչպես արդեն նշեցի, Արադ Միրզոյանի քննարկումներ, պանելային քննարկումներ Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ, ընդ որում Վրաստանի արտաքին գործերի նախարարը այսպես տվերվեց այդ երկուսի ռետորաբանության այսպես շրջանակում Վրաստանի արտգործնախարարը ինչի մասն է խոսել ոչ մեկս ուշադրություն չենք դարձրել հա երևի երկրորդը դա արդեն հայ-թուրքական առանձին գիծներ որը Միրզոյան-Ֆիդան հանդիպումը ազգային ժողովի փոխխոսնակի Ռուբինյանի հանդիպումը Սերդար Քլչի հետ եւ Քլչի բավական ուշագրավ հայտարարությունը, որ նա արեց մեր գործընկեր Civilnet գործակալության լրագրող Արշալույս Մկտեսյանին տված հարցազրույցում պարզաբանում էր արել կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ։ Քլչը ասել էր, որ լավ է թե վատ է խնդրի այլ կողմն է, որ Հայաստանը ցանկանում է կամ չի ցանկանում փոխել սահմանադրությունը, բայց դա բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։
Այստեղ ակնհայտ է հակասություն Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումների մեջ, որովհետեւ ՔԼՉ Թուրքիայի դիվանագիտության վերջին դեմքերից չէ եւ հենց այնպես նման հայտարարություն չեն անում։ Հիմա սա պատահականություն էր, թե իրոք տարբերություն կա մոտեցումների։ Այսինքն հարցը Թուրքիա-Ադրբեջան Հայաստանի մասին դեռ առանձին խոսենք, հա։ Տեսեք, իմ ընկալումը հետեւյալն է, որ մենք հիմա ներկայումս գործ ունենք հետեւյալ հանգամանքի հետ, Թուրքիայի տեսադաշտը հարավային Կովկասում ավելի լայն է, ավելի մեծ է, ռազմավարական է։ Ինչու, որտեղ Թուրքիան, ինչպես մենք արդեն ասեցինք Մերձավոր Արևելքի օրինակով, փորձում է իր դիրքը աշխարհում ուժեղացնել, մեծացնել, ավելի տեսանելի դառնալ, մտնել բարձրագույն լիգա, ինչպես ասում են պետությունների։ Օրինակ Էրդողանի այդ գիրքը չէ հայտնի, որ նվիրեց Փաշինյանին, աշխարհը ավելի մեծ է, քան թե 5 այդ իր հայտնի արտահայտությունն է, այսինքն ինքը նկատի ունի Միացյալ Ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներին, եւ Թուրքիան հավակնություն ունի, որ պետք է դա երբ որ ընդլայնվի, եւ նրանք հույս ունեն, որ դա այդպես կլինի, ընդլայնվելու արդյունքում Թուրքիան նույնպես դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը, այսինքն ավելի մեծ ազդեցություն ունենա համաշխարհային թատերաբերում։ Սա է Թուրքիայի նպատակը, սա ամբիցիա է Թուրքիայի կողմից, Էրդողանի անձնական ամբիցիաներն են։ Բայց ունի այդ ներուժը Թուրքիան։ Ոչ, հենց դրան եմ ես գալիս։ Թուրքիան իր էությամբ որպես պետություն, միջին պետություն է, նրա հնան երկրորդ տասնյակում է աշխարհի հզոր հնան։ Ոնց ասացեք, կներեք, բայց եթե գնանք այդ դրամաբանությամբ Ռուսաստանը, եթե միջուկային զենքը անում ենք, նույնպես միջին պետություն։ Բայց ռուսական առաջինը չի կարող Ռուսաստանը լինել միջին պետություն, որտեղ միջուկային զենքը հանել հնարավոր չի այդ մեկ։ Եվ Ռուսաստանի տարածքը աշխարհի 1/6-ն է։ Դեռ արդեն խաղ չկա Ռուսաստանի։ 1/7։ Առաջ 1/5, հիմա 1/6 է կարծեմ։ Տեսեք, իհարկե դրանք համեմատելու բան չեն, կարծեմ Օբաման էր այդպես բան ասել, լուրջ չի դա։ Բայց բանը նրանում է, որ Թուրքիան միջին պետություն է իսկապես, եւ իր ռազմական պոտենցիալով, եւ բնակչությամբ, եւ տարածքով, եւ հնայով, բայց ուզում է իր գլխից վերև թռնի։ Այս է էությունը։ Եվ այս տեսակետից հարավային Կովկասը Թուրքիայի համար հիմա չունի այն նշանակությունը, ինչ որ ուներ առաջ։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ինքը հիմա Մերձավոր Արևելքով է զբաղված, որ իրենից մեծ ռեսուրսներ են խլում։ Ինքը ուզում է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ դեր ունենալ։ Թուրքական հիմա զինված ուժերը տեղակայված են աշխարհի տարբեր երկրներում։ Արդեն քննարկվում է թուրքական ռազմաբազաներ ստեղծելու խնդիրը Աֆրիկայում, տարբեր երկրներում։ Հարավային Կովկասը, ես կարծում եմ, թուրքական ոչ թե մեկնաբանների, այլ արտգործնախարարության տեսաբանների կողմից դիտարկվում է որպես մի տարածք, որտեղ Թուրքիան հասել է որոշակի արդյունքի, ուժեղացրել է իր դիրքը վերջին Արցախյան պատերազմից հետո։ Եվ դրա համար իրենք ասում են, որ հիմա սա կարող ենք մենք պահպանել, հետո արդեն ավելի մեր դիրքերը այստեղ ուժեղացնելու նպատակով։ Այսինքն միաժամանակ ինքը մի քանի բանով չի կարող, Մերձավոր Արևելքով, Հարավային Կովկասով եւ Կենտրոնական Ասիայով։ Այո, որովհետեւ Կենտրոնական Ասիան էլ ենքան ինչ որ մենք տեսնում ենք։ Չէ, նկատի ունեմ չի կարող զբաղվել միաժամանակ, այսինքն մեկով պիտի։ Այո, ինքը մեծ տերություն չի հասկանում, միջին տերությունը իր համար մեծ սպես բաներ են բացվել Մերձավոր Արևելքում, Սիրիայում։ Այսինքն Սադամն այնքան սարսափելի չէ, որքան մեզ այդ մասին ասում են, հա, նկարագրում են կամ այդ։ Նայած որ կողմից նայենք։ Հա, եթե ձեռքը չես ընկնում։ Եվ այս առումով ինքը իհարկե թուրքական աշխարհաքաղաքական միտքը
դրա մասին աշխատանքներ ունեմ։ Հարավային Կովկասը ընկալում է որպես մի տարածաշրջան, որտեղ պետք է լինի Թուրքիայի գերակշռող ազդեցություն, այսինքն Ռուսաստանը պետք է դուրս մղվի։ Բայց դա ապագայում։ Մենք ունենք 3 տերություն, լավ, ասենք տարածաշրջանային, որոնք մոտավորապես նույն տրամաբանությունն ունեն։ Ունենք Թուրքիա, որի մասին դուք ասացիք, ունենք Իրանի Իսլամական Հանրապետություն, որը նույն տրամաբանությամբ է շարժվում, այսինքն ես այստեղ պիտի լինեմ գերակա, եւ ունենք Ռուսաստանի Դաշնություն, որը ասում է ես պիտի լինեմ այստեղ գերակա։ Իմ ընկալումը մի քիչ այլ է։ Այո, Իրանը համարում է Հարավային Կովկասը, որ պատմականորեն իրենն է եղել, բայց Իրանը չի ընկալում Հարավային Կովկասը որպես մի տարածք, որտեղ կարող է ինքը ունենա բացարձակ ազդեցություն։ Չկա այդպես հնարավորություն։ Այսինքն Իրանը իր հնարավորությունները ավելի սթափ է գնահատում, քան ասենք Թուրքիան։ Թուրքիան այս պահին ճիշտ է գնահատում։ Ինքը ստացավ ինչ-որ մի բան, որը չուներ, ազդեցության առումով Ադրբեջանը ուժեղացավ, Արցախը գոյություն չունի, հայաթափվեց, ռուսական խաղապահները գնացին։ Ինքը դրանով գոհանում է։ Իրանը իր չափի մեջ է, հասկանում եք, ինքն էլ գոհանում է նրանով, ինչ որ ունի Հայաստանի հետ շատ լավ բարեկամական հարաբերություններ, որոշ չափով փորձում է զսպել Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցությունը, որովհետեւ ունի որոշակի լծակներ Ադրբեջանի դեմ, եւ Վրաստանը չի մտնում Իրանի ազդեցության ոլորտ։ Հերոյ է եւ ուրիշ ոլորտ է դա։ Իսկ Հարավային Կովկասը, գիտեք, մեծ տերությունների կողմից շարունակում է ընկալվել որպես Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Սա այդպես է, որքան հիմա, չգիտեմ, մարդիկ ասեն այդպես է, այդպես չի։ Սա Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, Հարավային Կովկասը, իհարկե Ռուսաստանի թուլացած ազդեցության։ Երկրորդ Արցախյան պատերազմը։ Բայց հիմա տեսեք, Ռուսաստանի մասին քանի որ խոսք գնաց եւ խոսք գնաց Թուրքիայի մասին։ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացավ։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացավ թե Ադրբեջանի վրա, թե նաեւ Հայաստանի վրա։ Ընդունենք Հայաստանի վրա ազդեցությունը այնպեսին չի, ինչպեսին էր 10 տարի առաջ, քաղաքական ազդեցության մասին է խոսքը։ Հիմա ինչ պիտի լինի, որ Ռուսաստանը ասի չգիտեք ինչ կա, ժողովուրդ հանակ է անում, ես հիմա հետ եմ գալիս։ Այդ ինչ պիտի տեղի ունենա։ Տեսեք, Ռուսաստանին հետ գալ այնպես ինչպես մենք ենք ընկալում, անհրաժեշտություն չկա այդպիսի։ Ռուսական ռազմաբազան մնում է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, Ռուսաստանը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա եւ այլն։ Այսինքն նրա հետ գալը պետք է լինի, եթե լինի, ինչպես մենք ենք ընկալում, դա մի քիչ իրականությունից հեռու է, ասենք Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները սառեցնում ենք, ավելի Ռուսաստանի հետ ենք խորացնում։ Տեսնում եք, Վրաստանում գործընթացներ են տեղի ունենում, որոնք վկայում են այն մասին, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը իրական է գնահատում իրադրությունը Հարավային Կովկասում, փորձում է Ռուսաստանի հետ համագործակցել։ Չնայած Ռուսաստանը նպաստել է եւ ոչ թե նպաստել է, այլ օկուպացրել է, այդ բառերը օգտագործենք Վրաստանի տարածքի մի մասը։ Տեսնում եք, այս սրանք են իրողությունները։ Տեսեք, նույն ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Էրդողան-Ալիև հանդիպում, որի ժամանակ Էրդողանը բավական հետաքրքիր հայտարարություններ արի, շեշտադրումը նկատի ունեմ, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգված կարգավորման գործընթացը։ Սա ինչ որ ակնարկ է Ալիևին, սա օբյեկտիվ իրողության ներկայացում է, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիան 2 անգամ բացեց Հայաստանի հետ սահմանը, ընդ որում վերջին անգամը, երբ Սիրիա հումանիտար մարդասիրական բեռներ էր տեղափոխվում Հայաստանի Հանրապետությունից 2 շաբաթով, դա շատ ցավոտ
արձագանք գտավ Բաքվում, այսպես բավական մոտ էր հիստերիայի, որ էս ինչ է կանում։ Հիմա սա զգուշացում էր Ալիևին, որ եղբայր խելոք մնա, տեղը ճանաչի եւ այլն, թե պարզապես տեղեկացնում էր գործընկերոջը։ Տեսեք, ձեր հարցին պատասխանելու համար վերադառնամ նախորդ հարցին, որովհետև կիսատ մնաց պատասխանը։ Մենք դες հետ քննարկեցինք Թուրքիայի տեսադաշտը, որը ռազմավարական է ավելի եւ Թուրքիայի ավելի մեծ, այսպես ասած, ամբիցիաների շրջանակներում հարավային Կովկասը ունի իր տեղը, բայց ավելի քիչ ազդեցություն ունի Թուրքիայի ընդհանուր ռազմավարության վրա։ Ադրբեջանի տեսադաշտը մարտավարական է։ Ադրբեջանը այլ խնդիր է լուծում, նրա համար կարևորը Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ փոկելն է։ Այս երկու տարբեր տեսադաշտերն են, որոնք հանգեցնում են նրան, որ մենք լսում ենք հայտարարություններ Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք հակասում են իրար։ Սա առաջինը։ Երկրորդը, գիտեք, այդ թեզը, որ Ադրբեջանը ազդում է Թուրքիայի քաղաքականության վրա, կամ Թուրքիան իր քաղաքականությունը մասնավորապես Հայաստանի նկատմամբ կառուցելիս ազդվում է Ադրբեջանից, ես իրական չեմ համարում Թուրքիան։ Բավական լուրջ համարվող մարդիկ հայտարարում են, որ Ադրբեջանը բավական էական ազդեցություն եւ ներկայություն ունի Թուրքիայի քաղաքականության մեջ, հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական խնդիրները, հաշվի առնելով այն ներդրումների չափն ու ծավալը, որ Ադրբեջանը վերջին տասնամյակներում այնտեղ արել է, դա արել է հատուկ, որպեսզի կարողանա ազդի Անկարայի որոշումների վրա։ Շատ լավ լուրջ մարդիկ ասում են, ես համաձայն չեմ դրա հետ, այո, այդ ինչ որ դուք ասեցիք, Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում ավելի շատ են, քան թե Թուրքիային Ադրբեջանում։ Դրանք փաստեր են, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը որևիցե ազդեցություն ունի Թուրքիայի քաղաքականության վրա։ Դա բացառվում է։ Թուրքիայի ղեկավարներին ժամանակ առ ժամանակ դուր է գալիս ճակերտների մեջ։ Այդպիսի հայտարարություններ արել, որ տեսեք, մենք շատ մի բան ուզում ենք անենք, մեր կրտսեր եղբայրները չեն ուզում։ Մենք չենք անում։ Իհարկե դա այդպես չի։ Դրանք տարբեր քաշի երկրներ են։ Սա է իրողությունը։ Հիմա տեսեք, բայց վերջին շրջանում ակնհայտ է, որ ցանկացած հարմար առիթով կլինի Թուրքիայի նախագահ, ինչպես այս դեպքում Ալիևի հետ հանդիպման ժամանակ էր տեղի ունեցել, կլինի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, այս կամ այն ամբիոնում, այդ թվում նաև Անտալիայում անդադ ընդգծում են, շեշտում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կասենք, թե համաձայնագիր կասենք, դրա օր առաջ կնքումը կենսական անհրաժեշտություն է։ Հիմա ստացվում է, որ Բաքուն չի շտապում, Անկարան շտապեցնում է։ Ինչի հետ է կապված Անկարայի հետ շտապողականությունը, որովհետև դա ակնհայտ է։ Համաձայն եմ։ Դա կապված է հենց այն տեսադաշտի հետ, որի մասին մենք դες հետ խոսեցինք։ Թուրքիայի համար, ինչպես ասեցի, ներկա իրավիճակը, ներկա ստատուս կվոն, որ հիմա ստեղծվել է հարավային Կովկասում, ավելի բարենպաստ է եւ նրա համար, քան թե մի քանի տարի առաջ էր, մինչև պատերազմը, եւ դրա համար Թուրքիան շահագրգռված է, որ դա ֆիքսվի ինչ որ մի ձևի, օրինակ հայ-ադրբեջանական պայմանագրի տեսքով։ Դրա համար Թուրքիայի համար դա կարևոր է, որ լինի պայմանագիրը։ Ադրբեջանը, ինչպես ասեցի, չի ուզում, ինքը Հայաստանի վրա ճնշում է գործադրում, ինչպես կարողանում է, ինչպես ինքը գտնում է, որ կարող է, որ ինչ որ մի բան փոկի ավելի շատ, այսինքն երկու տեսադաշտի տարբերություն է այստեղ։ Եվ այդ առումով Ադրբեջանը ներկա փուլում, ես կարծում եմ, շահագրգռված չի պայմանագիր ստորագրելու Հայաստանի հետ, իսկ Թուրքիան շահագրգռված է։ Հնարավոր է գա ինչ-որ մի փուլ, որ Թուրքիան սկսի ուղիղ ճնշում բանեցնել Ադրբեջանի նկատմամբ, որովհետև եկեք անկեղծ խոսենք կամ ավելի ճիշտ լավ փորձենք անկեղծ ենթադրություններ անել, Թուրքիան ինքը ճնշումների ներքո է այս հարցում, որովհետև 20 թվականից այս կողմ առնվազն Թուրքիան նշանակվել է Ադրբեջանի պատասխանատու, ինքը այդ իմաստով
պայմանական կենտրոնների կողմից, ասենք նույն Վաշինգտոնի կողմից, նույն չգիտեմ, եվրոպացիների ինչ որ բաներ։ Չէ, ես օրինակ դրա համար եմ ասում, ենթադրություններ անենք, հա, եւ սկզբունքորեն Թուրքիան հաշվարկում է, որ այս իրավիճակում այն լավ ստատուս քվոն Թուրքիայի համար ինքը ինչ որ մի պահի կավարտվի։ Այսինքն հնարավոր է հիմա անել, պետք է անել հիմա, որովհետև վաղ լինելու են շատ ավելի վատ պայմաններ։ Կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, կկարգավորվեն Իրան-Վաշինգտոն հարաբերությունները պայմանական ասած, հա, այդ ամենը ազդելու է հենց այդ ստատուս քվոյի վրա, որտեղ պայմանները եթե փոխվեցին, տուժելու է Ադրբեջանը, Ադրբեջանը տուժեց, տուժելու է Թուրքիան։ Կա նման հավանականություն, որ Թուրքիան կսկսի ճնշել։ Գիտեք, հիմա պետք է մենք ավելի կոնկրետ մտնենք քաղաքականության մեջ, էլ իսպես բարերի մակարդակով ճնշել։ Ինչ է նշանակում ճնշել։ Բացում եմ սահմանները Հայաստանի հետ։ Չի անի։ Հայաստանի հետ հարաբերություններ եմ հաստատում։ Թուրքիան դա չի անի, որտեղ Թուրքիայի որոշումն է Հայաստանի հետ հարաբերությունները այս վիճակում պահել եւ նա չի հրաժարվի այդ որոշումից։ Ինչու։ Ես համոզված եմ թուրքական քաղաքական էլիտան դեռևս 91 թվականի դեկտեմբերին որոշում է կայացրել Հայաստանի հետ հարաբերությունների առումով, որի էությունը հետևյալն է. Հայաստանը ավելի շատ է շահագրգռված մեզ հետ ունենալ նորմալ հարաբերություններ, քան թե մենք։ Հայաստանը մեզ համար տնտեսական առումով կարևոր չի, ռազմական առումով կարևոր չի եւ այլն։ Դրա համար Հայաստանը պետք է գին վճարի։ Եվ տարբեր սերունդներ քաղաքական էլիտայի, Թուրքիայի եւ ոչ միայն քաղաքական, նաեւ ինտելեկտուալ էլիտայի, որոնց մի մասի հետ ես հանդիպել եմ, քննարկել եմ եւ այլն, նրանք այդ որոշումը պահպանում են։ Ինչ գին։ Այ գինը այն նախապայմաններն էին, որ Թուրքիան միշտ առաջ էր քաշում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով։ Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, հա։ 1 Արցախի հիմնարար։ Ցեղասպանությունը ճանաչվեց, որևէ հետևանք չունեցավ հետո։ Արցախի հիմնահարց եւ Կարսի 3 հատ կային եւ Կարսի պայմանագրի վերահաստատում։ Հիմա ավելացել է 4-րդը Զանգեզուրի միջանցք այսպես կոչված։ Բայց այս վերջերս Թուրքիան այդ թեմայով առանձնապես ակտիվ չի։ Ճիշտ է, ինչու։ Ինչու։ Որովհետեւ Թուրքիան ունի երկաթգծի կապ Նախճեվանի հետ։ Ամբողջ բանը դրանումն է, եթե մենք էլ պատկերացնենք, որ ստանում է Ադրբեջանը այդ միջանցքը, Թուրքիան չի ստանում ոչինչ։ Թուրքիան պետք է դեր կառուցի։ Այսինքն Թուրքիայի սկզբունքորեն ավելի ձեռնտու է Գյումրի Կարս երկաթգիծը։ Հա, բայց ինչի՞ է ձեռնտու իրեն։ Չէ, եթե տնտեսականի վրա են գնում։ Եթե քաղաքականի վրա են գնում։ Ինչի՞ է ձեռնտու։ Ինքը դրանից ոչ մի բան չի շահում։ Միջին միջանցք։ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստանով Թուրքիա։ Կա երկաթգիծ։ Հա։ Բաքու, Թբիլիսի, Կարս, որը գործում է։ Նույնիսկ լրիվ չի գործում, գիտեք, իր հնարավորությունները չեն օգտագործվում։ Մեծ ավելի հնարավորություններ ունի։ Այսինքն, էդ էլ կա։ Այսինքն մինչև Նախիջևանի հետ երկաթգծային կապ Թուրքիան չունենա, Զանգեզուրի միջանցքի թեման քննացնելու է, հա։ Գիտեք, էլի բառը որ ասում է քննացնելու է, ինքը ասելու է, պահանջելու է, բայց իրականում իր համար դա նշանակություն չունի դեռևս։ Նշանակություն ունի Ադրբեջանի համար, որ կապ ունենա եւ այլն։ Այնպես որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը մի քանի անգամ հայտարարություններ է արել կապված այդ երկաթգծի հետ։ Երկաթգիծը լինելու է 220 կիլոմետր մոտավորապես Կարս Նախճեվան։ Տեղանքը բարդ է։ Թունելներ պետք է կառուցեն, կամուրջներ պետք է կառուցեն եւ ըստ պաշտոնական հայտարարությունների ավարտվելու է 29 թվականին։
Այսինքն մինչև այն պահը նույնիսկ էտել դեռ հեքիաթների ժանրից է, որովհետև 2029 թվականին դժվար թե ավարտվի այդ ամենը։ Ես էլ եմ այդպես։ Այսինքն մինչ այդ ամենը չավարտվի, տարածաշրջանում վաղուց արդեն կարող է ստատուս քվոն փոխված լինել։ Օրինակ։ Ինչու՞։ Որն է դրա նախադրյալը։ Ես ենթադրում եմ, որ այսօր հարցերի ես պիտի տամ, հատկապես ինչումները։ Ես չեմ տեսնում դրա նախադրյալ։ Այդ ամոճ իմ հարցի էությունը։ Ինչ որ մի բան պետք է լինի, որ փոխվի, ինչ պետք է լինի։ Հենց այնպես չի կարող չէ փոխվել։ Չգիտեմ, Էրդողանը կմահանա, Ալիևը կմահանա։ Եվ կգան ուրիշները, դու ինչ։ Դե իրանցից երկրորդել է լինում, հա։ Այդ արդեն գիտեք այդ բան չի էլի քննարկելու առ բան չի դա։ Այսինքն նախադրյալներ չկան, եթե այսպես ձևակերպում տանք, որ իրադրությունը կարող է կտրուկ փոխվել տարածաշրջանում։ Կտրուկ չէ, աստիճանաբար կտրուկի մասին խոսքը կտրուկը միայն կտրուկ փոփոխություններ լինում են միայն պատերազմի դեպքում։ Շատ լավ, բայց նախադրյալներ չկան, ախր հասկանում եք, այդ ամբողջ խնդիրը։ Ներկա փուլում ես նախադրյալ չեմ տեսնում, որ կարող է փոխվել, հիմա կարող շատ բաներ են։ Իսկ եթե Եվրոպան դառնում է ռազմաքաղաքական միավոր առանձին, տեսեք, այնպես կներեք էլի։ Չէ, որովհետև ես հիմա ձեզ ասում եմ, այն բոլոր սցենարները հավանական, որ կան մեր հանրային խոսույթում։ Շատ լավ, ես ձեզի նկատի չունեմ էլի, տեսեք, Եվրոպան ստեղծեց մի աննախադեպ կառույց մարդկային պատմության մեջ, Եվրոմիությունը արժեքների վրա հիմնված, բարձր կենսամակարդակով զարգացած եւ այլն, բայց դրա մեծ այսպես բաժինը այդ հաջող պրոյեկտի Եվրոմիության կապված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովեցին Եվրոպայի անվտանգությունը։ Եվրոպան կարողացավ դա լավ օգտագործել։ Հիմա մենք տեսնում ենք ամերիկյան քաղաքականությունը, ռազմավարությունը փոխվում է։ Թրամփի իշխանության երկրորդ անգամ գալուց հետո ասում է եվրոպացիներ դուք մտածեք ձեր անվտանգության մասին։ Այսինքն հիմա Եվրոպան շատ բարդ խնդրի առաջ է կանգնած։ Պետք է ինքը կարողանա այն մեծ պոտենցիալը, որ ինքը ունի, որ ինքը օգտագործել է այդպիսի կառույց ստեղծելու, այդպիսի տարածք ստեղծելու վրա, սկսի դառնալ նաև ռազմաքաղաքական միավոր, որը չի արել մինչև հիմա։ Արդյոք կարողանա Եվրոպան այդ խնդիրը լուծել։ Ես որ կասկածում եմ։ Եթե կարողանալ առաջիկա գոնե 5 տարվա ընթացքում չի որ կարողանա, իհարկե, դրա համար Եվրոպայի Դե շատ շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։